Ողջույն, սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի օգոստոս ամսվա հորոսկոպը ցուլ նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, կնշեմ նորալուսին, լիալուսին, իհարկե սա աստոբրական նորալուսին, լիալուսին չի լինելու, նաև խավարումներ ենք ունենալու այս օրերին և կասեմ լարված օրերը։ Հիշեցնում եմ, որ հորոսկոպն առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով լրացնում ենք։ Այսպիսով ընկերներ, արևը մինչև ամսի 23-ը, օգոստոսի 23-ը կգտնվի առյուծ նշանում, իսկ դա ձեր 4-րդ տունն է։ Իսկ որտեղ արևը, այնտեղ մեր էներգիան, մեր ֆոկուսը, իսկ 4-րդ տունը իրենից ներկայացնում է մեր բնակության վայրը, անշարժ գույքի հետ կապված հարցերը, ընտանիքի անդամների հետ կապված հարցերը։ Ամսի 23-ից հետո արևը կանցնի կույս նշան, ձեր 5-րդ տուն, եւ լավ ժամանակահատված կլինի, որպեսզի զբաղվեք սպորտով կամ ձեր երեխաների հետ կապված հարցերով։ Մերկուրի մոլորակը ամսի 9-ից սկսած մինչև ամսի 25-ը կգտնվի առյուծ նշանում, ձեր 4-րդ տանը, բերելով ձեզ ինչ-որ փաստաթուղթ կամ խոսակցություններ, բանակցություններ կապված անշարժ գույքի հետ կամ ընտանիքի անդամների հետ։ Իսկ ամսի 25-ից հետո արդեն կանցնի կույս նշան, ձեր 5-րդ տուն եւ այս խոսակցությունները, զանգերը, բանակցությունները կապված կլինեն կամ ձեր երեխաների հետ, կամ եթե կան սիրավեպեր, ապա ձեր սիրեցյալի հետ։ Գուցե դուք հրավիրեք կամ հրավեր ստանաք ռեստորան, կինո կամ ինչ-որ արվեստի վայրեր։ Վեներա մոլորակը ամսի 7-ից սկսած մինչև ամսվա վերջ կգտնվի կշեռք նշանում։ Իսկ դա ձեր 6-րդ տունն է։ Իսկ Վեներան 6-րդ տանը կբերի ձեզ լավ աշխատանք կամ հնարավոր է սիրահարվածություն, նոր սիրավեպ սկսվի աշխատավայրում։ Եթե ծննդյան քարտեզով պայմանավորված կամ բացասական դիրքավորումներ, ապա հնարավոր է առողջական խնդիրներ լինեն կապված կանացի օրգանների հետ։ Մարս մոլորակը ամսի 12-ից սկսած կանցնի խեցգետի նշան, մինչև ամսվա վերջ այնտեղ է լինելու ձեր 3-րդ տանը։ Զգույշ եղեք ձեր հեռախոսների, համակարգիչների, մեքենայի նկատմամբ, քանի որ հնարավոր է անսարքություններ առաջանան, կոտրվեն։ Ինչպես նաև Մարսը 3-րդ տանը հաճախ տալիս է տարաձայնություններ քույր եղբայրների կամ հարևանների հետ։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում այս ամսում 7-ից 13 աստիճան շարժվելով։ Իսկ որտեղ Յուպիտերը, այնտեղ մեծ էներգիա, մեծ նվերներ, Յուպիտերը սիրում է նվերներ տալ եւ որտեղ որ գտնվում է այդ ամենը շատացնել, մեծացնել։ Սա սիրելի ընկերներ, քանի որ ձեր 4-րդ տանն է լինում, գտնվում, ապա հնարավոր է առաջիկա տարվա ընթացքում դուք գնաք ավելի լավ բնակության վայր ապրելու, ավելի մեծ ընդարձակ բնակարան գնեք օրինակ, կամ ընտանիքի կազմը ընդլայնվի։ Յուպիտերի հետ կապված առանձին նյութ կա իմ էջում տեղադրած, թե առաջիկա 1 տարվա ընթացքում հորոսկոպի նշաններին ինչ է բերելու։ Հեղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, կարող եք նայել։ Իսկ այժմ կնշեմ հենց այս ամսում, որ ցուլերը կզգան ավելի շատ Յուպիտերի ազդեցությունը։ Ովքեր ասցենդենտով ցուլ են, ասցենդենտը գտնվում է ցուլի 7-ից 13 աստիճաններում, կամ ովքեր ծնվել են ապրիլի 30-ից մինչև ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում։ Ապրիլի 5-ը ավելի շատ, 5-ը 6 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա սիրելի ընկերներ, բոլորից շատ ներողություն, ապրիլ եմ նշում, սխալվեցի, մայիսի, այսինքն ապրիլի 30-ից մայիսի 5-ը 6 ընկած ժամանակահատվածում, ում ծնունդը այս օրերին է, ապա Յուպիտերի փոփոխությունները բոլորից շատ դուք եք զգալու։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, արդեն 25-ից 28 աստիճան շարժվելով, շուտով կփոխի այն իր նշանը։ Աղեղնավորը, սիրելի ընկերներ, համարվում է ձեր 8-րդ տունը, իսկ սև լուսինը 8-րդ տանը հնարավոր է բերի ձեզ վտանգավոր իրավիճակներ, վախեր, ավելի շատ վախեր, որ վախեր, որ ինչ-որ բան կարող է այնպես չլինել, կամ եթե օրինական չեք աշխատում, ապա հնարավոր է հարկային ստուգում լինի, կամ ինչ-որ շտրաֆներ ձեզ անեն, այնպես որ զգույշ եղեք։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված։ Առաջինը ունենալու ենք նորալուսին օգոստոսի 12-ին։ Այս օրը լինելու է խավարում առյուծ նշանի 20 աստիճանում, սիրելի ընկերներ, եւ այս նորալուսինը սովորաբար ինչպես է, նորալուսինը 2 շաբաթ է իր ազդեցությունը ունենում, բայց այս դեպքում, երբ խավարում է, մինչև 3 ամիս կարող եք զգալ, կամ 3 ամիս առաջ արդեն հնարավոր է զգացել եք։
Քանի որ այրուց նշանում է դա ձեր 4-րդ տանն է, այսինքն կապված է լինելու ընտանիքի հետ, ընտանիքի անդամների բնակության վայրի հետ, ինչպես նաև անշարժ գույքի հետ։ Քանի որ նորալուսին է, դա նոր սկիզբ է։ Եվ հատկապես այն ցուլերը կզգան այս խավարումը, ովքեր ասցենդենտով են ցուլ, ասցենդենտը գտնվում է ցուլի 20 աստիճանում, կամ ովքեր ծնվել են մայիսի 11, 12, 13, այս օրերի ծնվածները, որ հաստատ բոլորից շատ են զգալու այս խավարման ազդեցությունը։ Առանձին նյութով իհարկե կտեղադրեմ կամ արդեն տեղադրած ունեմ, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, սիրելի ընկերներ, որպեսզի դուք նայեք եւ ավելի մանրամասն հասկանաք։ Եվ ամսի 12-ից գտնվելու են խավարումների միջանցքում մինչև օգոստոսի 28-ը։ Եվ օգոստոսի 28-ին ունենալու են կրկին խավարում, այս դեպքում լինելու է լուսնային խավարում, ձկներ նշանի 4 աստիճանում։ Իսկ ձկները, սիրելի ընկերներ, ձեր 11-րդ տունն է, այսինքն այն ամեն ինչը կապված է մեր ընկերների, գաղափարակիցների հետ, երազանքների հետ եւ կարծես ինչ որ կուլմինացիա լինելու ձեր կյանքում, ինչ որ բան ավարտվելու է։ Գուցե զուտ երազանքը ձեր կատարվի այս խավարման ազդեցության ներքո, կամ ինչ որ գործողություններ եք կատարել դերևս տարուկես 2 տարի առաջ, դրա արդյունքները արդեն դուք հստակ տեսնեք այս ժամանակահատվածում։ Այժմ սիրելի ընկերներ նշեմ լարված օրերը։ Երբ նշում եմ լարված օր, մի 2 օր առաջ հետո միշտ նկատի ունեցեք։ Մինչև ամսի 5-ը լարված է լինելու, փորձեք զերծ մնալ ֆինանսների հետ կապված գործողություններ կատարելուց, հարաբերություններ պարզելուց եւ երբեք հատկապես այս ժամանակահատվածում մի գերազանցեք մեքենայի արագությունը։ Հաջորդ լարվածությունը կլինի ամսի 17-ին, այս օրը եղեք կրկին շատ զգույշ, հատկապես այն ամեն ինչը կապված է ջրի հետ, հնարավոր է օրինակ խողովակները լավ չաշխատեն, ինչ-որ վթար լինի խողովակների հետ կապված։ Հաջորդ լարվածությունը կլինի ամսի 22-ին եւ 28-ին կրկին լարված օր է լինելու։ Փորձեք ամսի 28-ին ինքնաթիռ չնստել։ Այսքանը սիրելի ընկերներ կապված օգոստոս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։